Պարոն Աբինյան, ես ուզում եի ընտրությունների արդյունքների հետ կապված երեք փաստորեն հայտնի դարձավ, որ այն տեղամասերում, որտեղ Բարգավաճ Հայաստանը, ում այսպես մի տոկոս էր շատ փոքր է մնացել վրանցքի խորհրդարան, այն ընտրատեղամասերում, որտեղ բավականին ձայներ էր հավաքել, այնտեղ անվավ էր ճանաչվեց։ Իրենք պնդում են, որ դա հատուկ քաղաքական հաշվարկ է, այդպես են, հակադարձում, այնպես եք ուզում անեք, որ Բարգավաճ Հայաստանը չանցնի, որպեսզի մեծամասնության այնտեղ դուք խնդիրներ չունենաք։ Ինչ կասեք այս մասին, ինչ գնահատական ունեք։ Ես ընտրությունների մասին մի կարևոր բան կասեմ, որը որ կարծում եմ ամենակարևորն է արձանագրելու տեսանկյունից։ Վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը փորձեց զբաղվել ընտրակերտություններով, համատարած ընտրակաշառք բաժանելով, կազմակերպելով այլ երկրներից մարդկանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն քվեարկության նկատմամբ, շահագրգռելով, վախեցնելով եւ նմանատիպ բաներով։ Ես շատ հստակ ուզում եմ արձանագրել, որ սա կարմիր գիծ էր, որը որ հատվեց ընդդիմության կողմից, եւ շատ ուզում եմ հստակ նաեւ արձանագրել, որ սա ունենալու է շատ կոշտ հետևանքներ բոլորի համար, եւ ընտրակաշառք բաժանողները արմատախիլ են արվելու այս երկրից եւ իրենք դեռևս չեն պատկերացնում ինչա իրանք սպասում։ Սա մեկ, կներեք։ Ինչ է սպասում։ Մի հատ այլ ասեք ու բան Աբինյան, ամեն դեպքում որևէ բարույթ այդպես չկա։ Օրենքի ուժով ամենախիստ եւ ամենահնարավոր ամենախիստ պատիժն է իրանք սպասվում։ Ես հստակ ասում եմ, այն ինչ որ լինելու է իրանք հետ, թող լավ պատրաստեն դրան։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հարցին, եւ ասում եմ, սա շատ կարեւոր է արձանագրել, որովհետեւ վերջին 8 տարիների ընթացքում մենք այնուամենայնիվ ունեցել ենք ընտրություններ հարաբերականորեն ազատ, անկախ եւ ժողովրդավարական։ Վերջին ընտրությունները ու հենց մի հատ որ ընդդիմությունն է խոսում ընտրակերտություններից կամ նմանատիպ բաներից բողոքում է, իրոք տենց մարդկանց դեմքներին ժպիտ առաջացում, գյուղերով ընտրակաշառք են բաժանել ու միակ բանը որ կարող են իրենք բողոքել, միակ բանից որ իրենք կարող են բողոքել, այդ այնա որ իրենք փողը տվել են ու իրանց չեն ընտրել մարդիկ։ Կներեք ավարտում։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հարցին, ես միակ բանը որ գիտեմ, դա այն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեր ասած որոշման հետևանքով 1200-ից ավել ձայն է փորձենում, բայց անկեղծ եմ ասում, նույնիսկ այդ դետալները ինձ հետաքրքիր չեն, որովհետև մի կարմիր գիծ է հատվել, մի ռուբիկոն է հատվել ընդդիմության կողմից, որը որ այլ մոտեցման է բերելու իշխող, կառավարող ուժի կողմից քաղաքական այլ մոտեցման է բերելու եւ մենք այլ որակի նոր մոդելի պետություն ենք դառնալու դրա հետևանքով։ Այսը տեսնեք շուտ։ Իսկ որ այդ վերահաշական այդ չեղարկման արդյունքում, որը ըստ էության կարող է վճռորոշ լինել Բարգավաճ Հայաստանի համար։ Անկեղծ եմ ասում, ինձ այնց մեկա։ Բարգավաճ Հայաստանը կանցնի, չի անցնի, ընտրակաշառք բաժանող Բարգավաճ Հայաստանները, ուժեղ Հայաստանները, չգիտեմ, Հայաստան դաշինքները առհասարակ մեր քաղաքական կյանքում տեղ չպետք է ունենան, այդ տեսակ ուժերը առհասարակ չպետք է լինեն մեր քաղաքական դաշտում, ընտրակաշառք բաժանողը, ընտրակեղծարարությամբ զբաղվողը Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի։ Սա է քաղաքական դիրքորոշումը, մնացած դետալները բացարձակ հետաքրքիր չեն։ Նախկինում երբ որ կրկին ընդդիմությունը այն ժամանակ քաղաքացիական պայմանագիրը խոսում էր կրկին ընտրություններից, ես մոտավորապես հիշում եմ, որ պարոն Փաշինյանը ասում էր ամեն դեպքում գումարը բաժանվում է, բայց ընտրատեղամասում ընտրողի քվեով ձևավորվում են ընտրությունների արդյունքներ։ Եվ դա համարում էր ավելի շատ քաղաքացու նաև պատասխանատվության կամ նաև քաղաքացու պատասխանատվության տիրույթում գտնվող հարց։ Ինչու 8 տարիների ընթացքում ձեզ չհաջողվեց կամ չեք համարում ձախողում, որ դուք չկարողացաք այդ հարցը լուծել, որ այսօր հիմա ընտրությունները ես ձեր գնահատականի հետ համաձայն չեմ, որովհետև եթե դա լիներ, այսինքն ընտրակաշառքով ձևավորվող ընտրությունների արդյունքով ձևավորվող քաղաքական դաշտը լիներ նորմա, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին չէր տեղի ունենա ժողովրդական հեղափոխություն։ Հեղափոխությունը տեղի ունեցել մի պատճառով,
որովհետև Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները կեղծվում էին ընտրակաշառքով, տարբեր մեթոդներով, եւ 2018 թվականից մինչ այսօր որևէ մեկը էականորեն չէր փորձել այդ ընտրակեղծարարության այս տեսակ ծավալը նույնպես իրականացնել։ Հիմա այդ փորձը կատարվել է, այդ Ռուբիկոնը անցել են, այդ կարմիր գիծը հատել են եւ իրանք պատժվել են։ Իրենք էլ ձեզ ասում են անսահմանափակ վարչական ռեսուրս եք կիրառել, պարոն Աբինյան։ Նրանք Ասում են վարչական ռեսուրս եք կիրառել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ լավ գիտեն ինչ է տեղի ունեցել, շատ լավ գիտեն, նաեւ գիտեն այն մարդիկ, ովքեր այդ փողը վերցրել եւ գնացել ընտրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Նիսայի տետրները գիտեն սոցիալապես անապահով մարդկանց ցուցակները ոնց են իրար մեջ բաժանել եւ առհասարակ նաեւ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին, որոնք որ իհարկե գործել են, բայց ծավալը այնքան մեծ ա եղել, որ նույնիսկ նրանք չեն կարող այս ամբողջ ծավալը փակել։ Եվ կրկին անգամ ուզում եմ հատուկ շեշտել բոլոր ընտրակաշառակ տունները, ընտրակեղծիքով զբաղվող անձին նոր հետաքրքիր իրականության մեջ են։ Պարոն նրա համար, որ կառավարությունը 10,000 դրամով բարձրացրեց թոշակները, դա էլ դիմախոսներն են համարում, ընտրակաշառքի միջոցով։ Գիտեք, կարելի է, ես չեմ բացառում, որ մեր ընդդիմությունը ունի իրավունք ապուշ լինելու եւ կառավարության փաստացի պարտականությունները վերագրի որպես ընտրակաշառք։ Կներեք ավարտեն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 թվականից սկսած 8 տարվա ընթացքում գրեթե ամեն տարի անդրադարձել է թոշակների հարցին։ Ասեմ ավելին, հենց որ ես բյուջեի զեկույց էի ներկայացնում, որտեղ որ խոսում է 2025 թվականի նախընտրական տարի չէր, չէ՞, ժողովուրդ։ 2025 թվականին իրականացրած աշխատավարձերի բարձրացման մասին մանկապարտեզներում, մեր մշակույթի տներում, մարզադպրոցներում, գրադարաններում, թանգարաններում, թատրոններում եւ այդպես շարունակ։ Եւ սա մեր պարտականությունն է։ Կներեք, սա մեր պարտականությունն է եւ իրականում Հայաստանի ասեմ ավելի 2025 թվականին Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, ենթակառուցների բոլոր աշխատակիցները, կանաչապատման, ԵԱՍՄ աշխատակիցները ունեցել են առողջապահական ապահովագրություն։ Դե հիմա կարան գնահատել, դրանից առաջ ասել էր թոշակառուն ինչ պետք է անի, որ այդ 10,000 դրամով բարձրացնենք թոշակը, իսկ նախընտրական շրջանում բարձրացվեց խոսքը սրա մասին է։ Ես գիտեմ մի բան, սա եղել է կառավարության հետևողական աշխատանքը, ամեն տարի այս տեսակ աշխատանք իրականացվել եւ այս տեսակ աշխատանքը կոչվում է առասարակ Պարոն Աբինյան, ձերս էմոցիոնալ ելույթը, հա, որ պետք է բոլոր ընտրակեղծարարները, ենթադրյալ ընտրակեղծարարները, ես ասեմ, պատժվեն, հետաքրքիր է, իշխանությունները ինչ էին անում այս 2 ամսվա ընթացքում, որ հակապետության կոմիտե մեկ օրվա մեջ 4-5 վիդեո էր հրապարակում։ Ինչի համապատասխան քայլեր չձեռնարկվեցին, այդ ուժերի հետ կապված համապատասխան որոշումներ են։ Ասեմ ինչի, գիտեք ինչի, որովհետև հետո էլ 5 տարի լացներ լինելու այդ ուժերի, որ մեզ ընտրապայքարից հանեցին։ Թող մնային ու այ հենց ասենց պետք է իրանք պարտվեին ընտրությունները, ընտրակաշառք բաժանելով պետք է պարտվեին, որ բերանները նույնիսկ լեզու չմնար։ Ու հիմա բերանները լեզու չի մնացել։ Եվ այո, նրանք պատժվելու են, պատժվելու են համակարգային եւ Հայաստանի Հանրապետությունից ընտրակաշառք բաժանողների տեսակը վերանալու։ Շնորհակալություն։